Պուտինին հայոյելով, ասֆալտ անելով, կեղծ խաղաղության խոստումներով, թուրքերին միջանցք նվիրելով եւ ընդհանրապես այս կեղծ ակտիվիզմով Հայաստանը չի կարող ինքնիշխան լինել։ Ինքնիշխանությունը պետք է ամուր սյուներ ունենա։ Իմ համոզմամբ ամենաառանցքային սյունը մշակութային միջավայրն է, այսինքն մեր ինքնությունը, այսինքն այն ամենը, ինչը մեզ քաղաքական հայ է դարձնում եւ ստիպում ձգտելու ազատության եւ անկախության։ Քաղաքական հայի մշակութային միջավայրի կենտրոնում ցեղասպանության հիշողությունն է, Ղարաբաղյան շարժումը որպես հայի պայքարի եւ դիմադրության խորհրդանիշ։ Հայ առաքելական եկեղեցին եւ նախնիների ավանդած արժեքները։ Եթե փլուզում ենք այս սյունը իր բոլոր տարերով, ապա ինքնիշխանությունը դատապարտում ենք ոչնչացման։ Քաղաքական ինքնիշխանություն չի կարող լինել, եթե չկա մշակութային ինքնիշխանություն։ Բարեկեցիկ կարելի է ապրել Բրյուսելում, խաղաղ եւ երջանիկ կարող են գտնվել խաղաղ եւ երջանիկ կյանք կարող են գտնել Նյու Յորքում եւ Փարիզում։ Ասվածից հետևում է, որ Հայաստան անունով քաղաքական մարմինը չի կարող ապրել միայն բարեկեցության եւ երջանկության վրա խարսխվելով։ Այստեղ ապրելու եւ ստեղծագործելու շատ ավելի ազդեցիկ եւ ոգեղեն պատճառներ են անհրաժեշտ։ Ելնելով այս մարտահրավերներից եւ իրողություններից մենք հանրային պայմանագրի կամ դաշինքի մեր մոդելն ենք առաջարկում, հողումանելով անգլիացի խոշորագույն մտածող Էդմոնդ Բյորքին։ Որն է այդ մոդելը։ Համերաշխություն ոչ միայն այսօր ապրող մարդկանց միջև, այլ նաև մահացածների եւ բոլոր նրանց միջև, որոնք դեռևս չեն ծնվել։ Սա է մեր հանրային պայմանագրի մոդելը, հիմա ինձ թվում է պետք է բացատրել, թե սա ինչ է նշանակում։ Այսինքն ուրանալով ցեղասպանությունը, Ղարաբաղյան շարժումը, մենք չենք կարող հաշտ լինել անցյալի հետ, անցյալի հետ կոնֆլիկտ է առաջանում։ Չեն կարող համերաշխ լինել նաև ապագա դեռևս չծնված սերնդի հետ, նրանց թողնելով ավերակներ, կազմաքանդված Հայաստան եւ Ալիևյան սահմանադրություն։ Ապագա սերունդը մեզ հայոյելու է, եթե նրանց Ադրբեջան թողնենք։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Բյորքյան այս ձևակերպմամբ համերաշխություն անցյալի, ներկայի եւ ապագայի միջև։ Համերաշխությունը չի կարող միայն սոցիալական արդարության վրա խարսխված լինել, նաև համերաշխության այս մոդելը կա, որը այս պահին մեզ ամենաշատն է պետք իմ համոզմամբ։ Իրականում սա չափազանց բարդ ճանապարհ է, որը ենթադրում է էվոլյուցիոն, աստիճանական զարգացման տրամաբանություն։ Մենք քաղաքական գործիչներս, ակտիվիստներս այս խնդիրը միայնակ չեն կարող լուծել եւ պարտավոր են դիմել հայ իրականության ամենաշարունակական չընդհատվող ինստիտուտի օգնությանը։ Խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է։ Մենք առաջարկում ենք վերանայել հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների մասին մեր կարծրացած, բարդությունավորված պատկերացումները, մեծացնելով հայ առաքելական եկեղեցու դերը մեր հանրային կյանքում։ Կասկածի տակ չդնելով եկեղեցու եւ ամենայն հայոց կաթողիկոսի անկախությունը, նրանց մասնակից դարձնել մեր ազգային նոր ռենեսանսի գործին։ Դրա համար անհրաժեշտ է հայոց քրիստոնեությունը միահյուսել հայկական ժողովրդավարության հետ։ Եկեղեցու հայրերի աստվածաբանությունը ներդաշնակեցնել մեր լիբերալ քաղաքական փիլիսոփայության հետ։ Փորձել պահել ու զարգացնել այն ամենը, ինչը կենսունակ է, եւ աստիճանաբար դուրս շպրտել անպետքն ու վնասարարը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։